Բարև, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարյանն եմ խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր մենք զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եվրայինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Եղոյան։ Պարոն Եղոյան, դերևս չնկարագրեմ այսօր ինչ էր կատարվում Սուրբ Էջմիածնում։ Եկեք նկարագրենք։ Լավ, եկեք նկարագրենք, բայց եկեք այսպես անենք, հա, ես մեջբերում անեմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հայտարարությունից։ Այսօր 2025 թվականի հուլիսի 27-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել arczepiskopos Աջափահյանին, Գևորգ Արտաշեսի Աջափահյան, բերման ենթարկելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը ելնելով անվտանգության նկատառումներից եւ կանխելով իրավիճակի հնարավոր եւ դիտավորյալ սրումը որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ Հիմա հարց, ինչի համար էին գնացել Մայր Աթոռի տարածք։ Որպեսզի, եթե չեմ սխալվում, բերման ենթարկեին, թե ձերբակալեին, դա ճշգրիտ չեմ կարող ասել, Միքայել Աջափահյանին, քանի որ իրեն դա էլ եթե չեմ սխալվում, ուղղակի այնքան արագ են իրադարձությունները զարգանում, կարող է մեկ բարի ճշտությամբ վրիպեմ, հա, իրան մեղադրանք է առաջադրվել իշխանության բռնի զավթման կոչեր հնչեցնելու մեղադրանքով իր հայտնի հարցազրույցի փաստով, դա է։ Բարի եղան, լավ, տեսեք։ Ուրեմն ցանկացած գործողություն ինքը ունի իրավական եւ քաղաքական հետևանքներ։ Հիմա խոսենք իրավական հետևանքներից։ Շուրջ 2 տարի առաջ ընդ որում նկատեք Միքայել arczepiskopos Աջափահյանը իր հայտնի այդ հարցազրույցում, հետո կրկնել է, բայց առաջին անգամ 1.5 տարի առաջ մոտավորապես այդ մասին ինքը խոսեց, ասեց, որ 20 թվականի պատերազմի ժամանակ ինքը դիմել է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, վերջիններին կոչ անելով համախմբել իրենց հավատարիմ զինվորականներին, գեներալներին կամ ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներին եւ իրականացնել ռազմական հեղաշրջում։ Դրանից հետո իրավապահ համակարգը երկար բնականաբար arczepiskopos-ը գիտեր, որ դա ունենալու է իրավական հետևանքներ։ Դա կարող է ունենալ։ Ես համոզված չեմ, որ ինքը ընդհանրապես հասկացել է, թե ինչ է խոսում։ Եթե անկեղծ լինենք, ես համոզված եմ։ Ես քանի որ arczepiskopos-ին անձամբ ճանաչում եմ, ինքը հիմար մարդ չի, ինքը բնականաբար գիտեր ինչ կարող է լինել։ Չգիտեմ, չեմ կարող ասել, ես համոզված էլ չեմ, որ ինքը ես գիտեք, ես համոզված չեմ, թե ինքը ընդհանրապես հասկանում է, որ դա վատ բան է, թե չէ։ Լավ, որը հանցանք է, դա քրեականորեն գրքում նկարագրված է եւ այլ, բայց ինքը երևի չի հասկանում ընդհանրապես, որ դա վատ բան է, որ այդտեղից լավ հետևանք չի կարող ունենալ։ Շատ իրենք ամեն դեպքում ես ինչպես լսել եմ, ճեմարանում նորմալ կրթություն են ստանում, բավականին լավ, պատմություն են ուսումնասիրում, որ մի ռազմական հեղաշրջումն է, երբ է եղել պատմության ընթացքում, որևէ մի խումբ անձ, իսկ ռազմական հեղաշրջումը մի խումբ անձանց իշխանության գալն է զինված միջոցներով, երբ է եղել պատմության մեջ, որ դա հաջողության է բերել, նկատի ունեմ նորագույն պատմության մեջ, այլ ոչ թե այն ժամանակներում, երբ դա նորմ էր, հա, ասենք հռոմեական կայսրությունում ամենաերկարը երևի Քադաֆի իշխանությունն է։ Չէ, դե երկար ու կարճը չենք ասում, հետևանքն ենք ասում, արդյունքն ենք ասում, դրանից ենք խոսում, այսինքն ինչ է ասել, ինչ անել, այսինքն մի խումբ զինվորականներ ինչ պիտի անեին, էլի ըստ իրեն։ Ընդ որում ասում եմ, ես ասել եմ պատերազմի ժամանակ, այսինքն ինչ պիտի անեին, շրջվեին ռազմական ուրեմն ճակատից շրջվեին, գային Երևան, այդ մարդիկ, շատերը այդպես էլ արել են, ասեմ ձեզ, շատերը ոչ այդ մակարդակի հորդոր ստանալով, ավելի ցածր մակարդակներից հորդորներ ստանալով, կամ ավելի բարձր միջնորդավորված մակարդակներից այդպես էլ արել են։ Եվ շատ տեղերում հենց դրանով է եղել պայմանավորված ռազմաճակատում գրանցված ինչ-որ արդյունք կամ իրավիճակ։ Հիմա եթե ձեր հարցն է, թե ինչու հենց այն ժամանակ դա տեղի չունեցավ, ես չեմ կարող ասել, ես ինքս օրինակ վերջերս եմ դա լսել, ես ինքս, որ այդքան ակտիվ հետևում եմ, միգուցե չեմ կարող ասել, կարող է եւ նկատածել չլինեն, մի քանի ամիս առաջ, մի 6 ամիս առաջ դա սկսվեց շատ ակտիվ պտտվել, այդ ժամանակ ես տեսա Facebook-ում ու քաղաքացիները
անդադ բան թեգ էին անում, հա, ածային եւ ոստիկանությանը, կառավարության ասելով ինչու չեք նկատել, որ նման բան է ասել, ինչու չեք զբաղվել, ենթադրում եմ, որ դրանից հետո են սկսել զբաղվել դրանով, գործնել, եթե չեմ սխալվում, մի քանի ամիս առաջ արդեն իսկ հարուցված է եղել, եթե չեմ սխալվում, սա է, իսկ մնացածը ինչ ասեմ, իր մնացած ամբողջ պահվածքը իր այն գործընկերոջ, եթե այդպես կարելի ասել, Բագրատ Գալստանյանի, ինչ ասեմ, ահաբեկչական խմբավորում է, ուրիշ բան ասել ես չեմ կարող։ Ով էլ այլ կերպ է մտածում, թող պատկերացնի, թե դա իր հետ է տեղի ունենում, ինչպես որ նկարագրվում է այդ ձայնագրությունների մեջ։ Հիմա տեսեք, ձայնագրությունների մասին եթե խոսենք, օրինակ պարոն Օրբելյանը հայտարարում էր, որ այնտեղ մտագրող էր, ըստ էության դա ոչ թե ծրագիր էր գործողությունների, այլ ամեն մեկը տեսեք իր պատկերացումների սահմանում ասում էր այ կարելի էս անել եւ արդյունքում հասնել իմպիչմենտի, այսինքն իմպիչմենտը ինքը լեգիտիմ եւ օրինական գործընթաց է։ Հա, բայց այդ նկարագրվածը չի կարելի անել։ Հա։ Հիմա պարոն Օրբելյանը ասում էր, որ այնտեղ ընդամենը մտագրող է եղել։ Եվ բնականաբար այն բոլոր գործողությունները, որոնք այսպես ուղիղ հակասում են քրեական եւ մնացած բոլոր տեսակի օրենսգրքերին, դրանք մաղվելու էին դուրս գային։ Չնայած իմ համար այդպես էլ հասկանալի ինքը դա որտեղից է ենթադրում, առաջնորդը անձամբ իր բերանով նման բան է ասում։ Որտեղից է պարոն Օրբելյանը ենթադրում, որ այդ շարժման առաջնորդի ասածը պետքա մաղվելով պիտի մաղեր։ Շարժման առաջնորդը կներեք, հետո բանդից հայտարարեց, որ սուտ է եւ կեղծիք է այն պնդումը, թե այդտեղ ես եմ խոսում ու դա իմ ձայնն է։ Չնայած պարոն Օրբելյանը հայտարարել է նման բան։ Այո, բանդից դրա համար գոյություն ունի դատա, ոնց է կոչվում այդ փորձաքննությունը։ Հա, բայց հատուկ անուն ուներ ձայնի փորձաքննությունը, դա էլ կարող է արվել, բայց փաստաբանը կարծեմ թե այլ բան էր ասում էր, որ դրանք տարբեր օրեր հնչած մտքեր են, կտրտած մտքեր են, այսինքն օրիգինալ մտքեր են, բայց կտրտած մտքեր են, դե պարզ է, ասենք մի շաբաթվա 170, չգիտեմ, 5 ժամվա ձայնագրություն չէ դնելու քննչական կոմիտեն, պետք է դներ այն մասը, որը որ հետաքրքրություն է ներկայացնում։ Ես չեմ տեսել, որ ինքը հերքել է, եթե հերքել է, թող հիմա իրանք միասնական մի բան որոշեն, դա ճիշտ է, թե ճիշտ չի, բայց այն ինչ ինքը ասել է հրապարակային այլ առիթներով, այն որ իր հետ կապվում են օտարերկրյա ուժային կենտրոններից եւ հորդորում են, սա էլ իր մեջ կարող է հանցակազմ պարունակել, իդեպ սա մասով էլ ինքը պետք է պատասխան տա, թե որ օտարերկրյա ուժային կենտրոններից են իր հետ կապվել եւ հորդորել Հայաստանում ուրեմն սկսել իշխանապողության գործընթաց։ Բուն գործընթացի իհարկե գործընթացի մեջ ինքնին վատ բան չկա, բայց երբ քեզ դա հորդորում է օտարերկրյա ուժային կենտրոնը, ինչպես ինքը որ դա խոստովանել է, դա արդեն շատ լուրջ խնդրեմ է։ Իսկ կարող է իրան հավաքագրել են պահի տակ։ Հարցեր են սրանք։ Ես հիշում եմ, որ երբ Արթուր Բաղդասարյանը ազգային ժողովի նախագահ էր, ընդամենը Մեծ Բրիտանիայի դեսպանատան մի քանի ներկայացուցիչների հետ սուրճ էր խմել, դրանից հետո ինքը մեղադրվեց բրիտանական լրտեսության։ Ընդամենը սուրճ չէր խմել։ Դե հա, տեղի ունեցել խոսակցություն, որը ձայնագրվել էր, այնտեղ իհարկե քաղաքական նյարդ կար, այդ գործի մեջ, ես լավ հիշում եմ դա, բայց ամեն դեպքում այստեղ խոսքը մեկ դրվագի մասին չի, ոնց եղավ որ համ քեզ հետ օտարերկրյա ուժային կենտրոններից կապի են դուրս գալիս մեկ, համ ձայնագրությունա դուրս գալիս, որ դու ասում ես մեքենաները այրենք, աստղիկները գցենք ավտոմեքենաների ակերի տակ, շուրգան, պայթեն, հրդեհենք, էսանենք, համ այդ երկուս, համ դու իրականում մայրաքաղաքում ծավալում ես գործողություններ, որոնք, ինչպես օրինակ հունիս ամսին էր, եթե չեմ սխալվում, բերեցին համարյա թե անվերահսկելի իրավիճակի, այսինքն այստեղ պետքա ամբողջ կոնտեքստը նայել, հա, ոնց է համեն, այնպես չէ՞ որ մի անգամ մի խոսակցությունա մեկի հետ եղել, անցել գնացել է։ Ընդ որում ինքը ասում է ինձ մի քանի տեղից են զանգել։ Ինքն է խոստովանում։ Մի քանի տեղից, մի բան էլ ասում է ձեր իմացած կենտրոնից ինչ չեն զանգել, նկատի ունենալով ռուսներին, էլի, իրան թվում է որ պիտի գովանք իրան, էլի, իրան թվում է որ եթե ասեց օրինակ արևմտյան կենտրոնից են ինձ զանգել, ասել էլ ցույց արա, պիտի բան անենք, ճակատը պաչենք իրա, ասենք, ինչ տարբերություն որ կենտրոնից են զանգել։ Իր մտքով չի անցնում, որ
նես չի էլի, որ զանգը որտեղից գալիս է, հենց այդտեղից է պատվերը։ Կարող է զանգը գա արևելքից, պատվերը լինի արևմուտքից, զանգը գա արևմուտքից, պատվերը լինի արևելքից։ Դրա համար ես գիտեք շատ չեմ գերագնահատում իրանց ընդհանրապես եւ մտավոր ունակությունները եւ վերլուծական ունակությունները։ Դրա համար նույնն էլ վերաբերում է Աչապահյանին, էլի, դեպետ էլ ասեմ։ Ես իր հետ անձամբ առիթ ունեցել եմ շփվել տարիներ առաջ մարտի 1-ից հետո շատ երիտասարդ էի, Գյումրիում էի, ցանկացա իր հետ հանդիպել, ահագին զրուցեցինք մենք իրանց եկեղեցու ռեակցիայից մարտի 1-ին, դե իր խոսքերը բնականաբար չեմ ասի, որովհետև դա իր խոսքերն են, բայց ամեն դեպքում իմ տպավորությունը չի, որ շատ տպավորված եմ կներեք, էլի իրանց եւ նրա եւ մյուսի վերլուծություններով եւ մոտեցումներով։ Միքայել Աջապահյանի այսօրվա գործողություններին դեռ կանդրադառնանք, բայց եկեք մի հատ փորձենք իշխանության գործողություններին շարունակենք անդրադառնալ, տեսեք։ Ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը մտնում են միտեղ, որտեղ վաղուց զինվորականները բացի աղոթքից ուրիշ տեղի համար չեն գնացել Սուրբ Էջմիածնի տարածք։ Ըստ էության սա քաղաքական հետևանք կարող է ունենալ այն իմաստով, որովհետև եթե մինչ այս պահը այդ թվում նաև դուք ասում եք, որ մեր պայքարը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ առանձին բարձրաստիճան հոգևորականների հետ կապված խնդիրներ կան, այդ խնդիրների կարգավորման են ուղղված, հիմա ընդունեք, որ բավական դժվար կլինի այդ նույն տրամաբանությամբ առաջ գնալ։ Չի։ Կոնկրետ, եթե խոսում ենք Էջմիածնի վանական համալիրի տարածք, ոչ թե եկեղեցի կամ վեհարան, այլ բաց տարածք իրավապահներ մուտք գործելուց, այդտեղ կարող ենք քննարկել հարցի էթիկական կողմը, միգուցե որոշ մարդիկ ասեն, որ պետք չէ, միգուցե որոշներն ասեն, դե եթե այդտեղ այդ պահին գնացել էին շատ քաղաքավարի։ Նպատակը դրված էր։ Հա, չէ, ուրիշ բան եմ ասում, եկեք տանջատենք էլի։ Չէ, ես նկատում եմ, ասենք, երբ Աջապահյան Սրբազանը գնում է, հասնում է վեհարան, հասկանալի է, որ ինքը գիտի, որ իր հետևից գալու են, եւ հատուկ է անում, գնում այնտեղ, որ իր հետևից գան այնտեղ։ Դրա համար էլ ԱԱՑ-ն հասկանալով իրավիճակի նրբությունը ամեն դեպքում հետ կանգնեց այդ գործողությունից, հաշվի առնելով իրավիճակի էթիկական կողմը եւ մինչ այս պահը չեմ կարծում, որ էթիկական կողմ խախտվել է, քանի որ նախ իրենք ոչ վեհարանի, ոչ էլ եկեղեցու տարածք, բուն տարածք չեն մտել, այլ եղել են, ինչքան ես հասկացա, տեսանյութերից այդ բաց տարածությունում սպասելով, ակնկալելով, որ իրենք պետք է մոտենան այնտեղ Վեհարանի Բաքում, թեկուզ Պարիսպից ներս, բայց ամեն դեպքում ինչ որտեղ պահել են, այսինքն պահել են այդ էթիկական սահմանները, իսպանական ամոթին մոտ զգացում եմ, ապրում անկեղծ եմ ասում։ Բայց նաև կասեմ, նաև ինչու են, մենակ ոստիկանության հետ կապված չէ։ Տեսեք, մենք հիմա կարող ենք ամոթի հարցը առանձին քննարկել, բայց նաև պետք է քննարկենք ստեղծված իրավիճակի պատճառները։ Ժողովուրդ ջան, բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստման դեպք։ Դա ու ընդ որում մարդիկ, դա չէ, իրենց աջակիցները դա չեն էլ վիճարկում, հասկանում եք։ Չեն ասում, չէ, դա կեղծ է, փորձեցին անել մի պահ։ Հետո սկսեցին ասել, որ չէ, այդ զենքերը օրինական են։ Կարծես թե օրինական զենքով մարդ չի կարող ահաբեկչություն անել կամ օրինական զենքով չի կարող մարդ սպանել։ Իսկ ի՞նչ կապ ունի։ Խոհանոցային դանակն էլ է օրինական, բայց կարող ես մարդ սպանել դրանով եւ դա կլինի հանցագործության գործիք։ Ճիշտ է։ Չէ, դե շատերի մոտ այն մտայնությունն է կամ ասենք այն հիշողությունն է, որ ահաբեկչությունը պետք է արվի ապօրինի ձեռք բերված ավտոմատներով, որոնք թաքցվում են ազգային ժողովի զուգարաններում օրինակի համար, հենա Գառնիկ Դանելյանը այն որ ասել է, հո իգլա չեն գտել, կարծես թե հոկտեմբերի 27-ի իգլաներով էին արել, այսինքն չգիտեմ, երևի իրանց ահաբեկչության պատկերացումները այդն շատ մարտաֆիլմերից են, բայց մենք մեր հանրապետությունը այդ պարոն Դանելյանը ակնարկում էր Սամվել Բաբայանը։ Կարող է, բայց ամեն դեպքում մեր հանրապետությունը ունի այդ փորձը, ոչ միայն հոկտեմբերի 27-ը, դրոյի գործը հիշենք, 31-ի գործը հիշենք, այսինքն այդ մարդիկ էլ ունեին քաղաքական դրդապատճառներ, այսինքն ի՞նչ է ստացվում, ինչ պակաս քաղաքական դրդապատճառներ ունեին դրոյի գործով անցնողները,
կամ 31-ի գործով անցնողներ։ Հələ մի հատ իրանց խոսացրեք, հələ մի հատ այսօրվա դաշնակցականներին խոսացեք, աննես կհիմնավորեք, աննես ՊՊՑ գրավում թեկուզ։ Ես ուղղակի խոշոր դեպքերն եմ հիշում, այն որ կոնկրետ որտեղ թիրախավորված էին պետության առաջին դեմքերը, հիշում եք Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, մի հատ իրանց հարցնեի, կնես կհիմնավորեին, կասեին դե հետո վերջում իրանց նախկին դաշնակցական ընկերը վերջում դա արեց։ Ու հիմնավորեց, հիշում եք, ազգային ժողովի քննչական խմբի ղեկավարը Սերժ Սարգսյանն։ Ազգային ժողովի ուղիղ եթերում տենց էլ ասեց, հիշում եք Աննա Իսրայելյանի հետ խոսելուց, ես շատ լավ հիշում եմ, ասեց Աննա 5 տարիա չի թողնում, այս երկրում ընտրություն տեղի ունենա Վազգենը, հիշում եք, հիմնավորում քաղաքական հիմնավորում էր այդ մարդը բերում Աննա Իսրայելյանին դիմելով։ Ու Աննա Իսրայելյանը դա մոռացել է, որ այսօր էլի ես նկատեցի փորձում է բան անի, սենց գիտեք, եթե ոչ բացահայտ, բայց ինչ որ կամ հումորի տա, կամ ծաղրի վերացի, ասի վայ, դա Աննա Իսրայելյանի սահմանադրական իրավունքն է, բայց իմ իրավունքն է նաև արձագանքել, որպես Իրան, որպես հանրապետության ամենափորձառու լրագրողներից մեկի ուշադրությունը հրավիրել, որ չի կարելի դա ծաղրի վերածել, այդ խլաբաները, այդ դուք ասեք, հրա ծխարցակ նյութերը դնել, ասել դե ինչ ա եղել 18 թվականին էլ Արարատ Միրզոյանն ու Լենան Նազարյանն էին դրանից, այսինքն տարբերությունը գործողության պլանի, Արարատ Միրզոյանը դա ինչի էր անում էր որպես սիմվոլ, որից ոչ մեկ չէր տուժել եւ չէր էլ կարող տուժել, դա եթե դու օգտագործում ես ուղղակի որպես ծուխ, դրանից ոչ մեկ չի տուժում, բայց եթե դու դա օգտագործում ես, ինչպես Բագրատ Գալստանյանն էր ասում, ասենք յուղը շփենք ավտոբուսների պարբրիսներին։ Ինչ տեղի կունենա դրանից հետո, ասենք ավտոբուսը գնում է մեջը 30-40 հոգի մարդ, ավտոբուսին յուղը, այսինքն լայերը կտրենք, մալուխները կտրենք, հոսանքը կտրենք, տրոլեյբուսի լայերը կտրենք, ինտերնետը կտրենք, դա գործողությունն է, չէ՞, հարցը չի, որ այդտեղ ասենք մի աման յուղա դրած, մի հատ դանակա դրած եւ մի հատ բան, խլապուշկա։ Հարցն է թե դու դա ո՞նց էիր պատրաստվում օգտագործելու, հա, եթե տոնախմբություն էր, պետք է ուղղակի ուրախություն լիներ, հա, խնդրեմ նշեք, բայց նպատակն է այստեղ կարևոր, ես ոչ մի ծիծաղալու բան չեմ տեսնում, դա հումորի տալու կամ բան անելու։ Հիմա սրա մեջ է հարցը, ու կաթողիկոսն էլ, Միքայել Աչապահյանն էլ ակնհայտորեն աջակցում են, այսինքն դուք մի դատապարտող խոսք լսել եք։ Ոչ։ Բանում Մերձբալթյան երկրների հոգևոր հովիվը Վազգեն, arczepiskopos Միրզախանյանը, եթե չեմ սխալվում, ընդհանրապես ասեց, պարոն վարչապետ, աջակցում ենք ձեր խաղաղության ծրագրին, ձեր ջանքի, այսինքն ոչ քաղաքական, շատ ընդհանրական ձևակերպում, որ ցանկացած մարդ էլ կարող է ասել, հա, առանց որևէ հստակ, գիտեք, ասենց կոնկրետ քաղաքական քաջալերող կամ աջակցող խոսքի։ Մայրաթորը հաղորդագրություն տարածեց, ասեց, որ մենք չենք կիսում այս տեսակետը, այսինքն ինչը չեք կիսում, խաղաղության օրակարգը չեք կիսում կամ ինչ կարիք կար կոնկրետ այդ մի arczepiskoposին թիրախավորել այդպես հստակ, այստեղ որ ասում են ռազմական հեղաշրջում անենք, սրա մասին բան չեն ասում։ Այնտեղ ընդհանրապես մարդն ասել է աջակցություն ձեր խաղաղության օրակարգին, միանգամից պարտք համարեցին հայտարարություն տարածել, սա ինչ է հետևում, որ իրենք աջակցում են այդ ամեն ինչին։ Ում այն մարդիկ ովքեր աջակցում են, թող դրա մասին մտածեն, ասենք ապշած էի, գիտեք, Երևանից ես նայում էի այդ բանը լրահոսը, բանը Facebook-յան տարբեր գրառումներ, բաներ, հա։ Մարդիկ սկսում են, ովքեր որ մեր հանդեպ ընդդիմադիր հայացքներ ունեն, փնտրում են իրաց մտքից այրով միտեղ, ինչ որ արդարացումներ են փնտրում այդ գործողություններին, դա նորմալ չի։ Դա նորմալ չի, այսինքն այդ մեքենան կարող է ով է այդ մեքենաները, որ պետք է այրվեին, ում մեքենաներն էին լինելու, շատ կներեք։ Այդ տրոլեյբուսի լարը, որ պետք է կտրվեր, ում գլխիներ են գնելու։ Դա էլ է տիրապետելու Վազգեն Գալստանյանը, Բագրատ Գալստանյանը։ Հա, ոնց կուզեք։ Հոսանքի լարերը, որ պետք է անջատվեին հանրապետությունում, ում հոսանքներ, որ մի հիվանդանոցում, որ մի, ասենք, կրիտիկական վիճակում հիվանդի սնուցող սարքներ անջատվելու օրինակ դրանից։ Գիտեն դա այդ ամեն ինչը իրանք պլանավորել էին ու այդ քաջալերող գերարումներ անողները գիտեն, որ իրաց դա չի վերաբերելու հաստատ։ Չգիտեմ։ Հիմա տեսեք, որպեսզի այնպեսի տպավորություն չստեղծվի, որ ես այսօր ձախ ոտքի վրա եմ վերկեցել ու ուզում եմ անընդհատ ու բարբերաբար իշխանություններին քննադատել, տեսեք, հակառակ տեսակետը ասեմ, իմ վերաբերյալ գործողությունը, չէ։ Հիմա տեսեք, իմ տեսակետը, օրինակ, եթե ես գիտեմ, որ կայացվել է, ասենք, ինձ ձերբակալելու որոշում։
եւ բացառված չի ուժային սցենարը։ Ասենք ես կարող եմ դիմադրեմ, կարող եմ, չգիտեմ, իմ ընկերները դիմադրեն։ Ես գիտեք ինչ չեմ անի։ Ես տուն չեմ գնա նման դեպքերում, որովհետեւ թեկուզ պատահաբար, բայց այդ ուժային գործողությունը կարող է տարածվել իմ ընտանիքի անդամների վրա, իմ կնոջ եւ զավակների վրա։ Հետեւաբար, երբ Սրբազան հայրը գնում է վեհարան, ինքը գիտի, որ այնտեղ իր հետևից, այո, ինքը գիտի, որ այնտեղ իր հետևից գալու են։ Եվ բացառված չէ ուժային սցենար։ Եվ հեչ բացառված չի, որ 3 երեկոյան են տեղեկատվությունը տարածվեց, որ հարձակվելու են վեհարանի վրա եւ այլն, այդ ամեն ինչը իրար հետ կապված է։ Դուք պլանը կարդացել եք հեղաշրջման։ Այն որ էլի ծաղրի էր ենթարկվում, որ ոնց կարող է նման հիմար պլան լինի, ոնց կարող է սա արհեստական բանականությունն է։ Մեկ-մեկ ես ասում հա իսկապես արհեստական բանականությունն է, որտեղ բնական բանականություն ունեցող մարդը դժվար է նման բաներ մտածել անը, դա ինչ-որ մեկի երևի այդ օտար ուժային կենտրոնների կողմից երևի իրանց գլուխների մեջ ներմուծված արհեստական բանականությունն է արել, բայց իրանց ձեռքով։ Այսինքն այնտեղ դուք տեսաք, որ թիրախավորված ապատեղեկատվության տարածում, տեսաք։ Երեք ինչ լուրեր են տարածել, երեք լուրեր չէին տարածել, որ ԱԱԾ-ն գնալու է վեհարան Միքայել Աչապայանին ձերբակալ։ Այդ լուրերը չէին։ Երեք լուրեր էին, որ մարդիկ, քաղաքացիական մարդիկ, քաղաքական իշխանությունների կոչով գնալու են այնտեղ ինչ-որ վայրագություններ են անելու, այդ բառերը էլի կարող է մի քիչ այս կողմ են կողմ ասեն, բայց միտքն էր, որ ֆիզիկական ինչ-որ հարձակում է լինելու քաղաքացիական անձանց կողմից քաղաքական հրամանով կամ քաղաքական հորդորով, հա, ոնց կուզեք սա։ Այնինչ ընդհանրապես ԱԱԾ-ն էր գնացել այդ մարդու հետևից։ Այսինքն ինքը դա հիմա թող մի հատ ասի էլի այնտեղից։ Որպես քաղաքական ժեստ է արել, ինքը գնացել է մտել է վեհարան, ապաստանը հայցում վեհարանից, իմանալով, որ վեհարանը եւ Մայրաթորի տաճարը եւ ընդհանրապես եկեղեցիները ավանդաբար չգրված ես հիշում եմ էլի դեռ երեխա ժամանակներից Անձեռմխելի հորս հետ մենք երբ եկեղեցի էինք գնում ինքը մտնելիս միշտ ասենք դա ընկերներով էին լինում հերթով, այսինքն զենքը թողնում էին դուրսը, մտնում էին անզեն, դուրս էին գալիս, հետո մյուս ասենք ընկերները մտնում, զենքը պահում էր իր մոտ։ Ես այդ ավանդույթները շատ լավ հասկանում եմ, հիշում եմ տեղ։ Բայց ինքը չգիտի այդ ավանդույթը, այսինքն ինչ է անում ինքը դրանով, ինչ է փորձում անի։ Ուզում է, այսինքն ինքը ընդունում է իր մեղքը եւ գնում ապաստանը հայցում Մայրաթորից։ Չէ, ինքը սեփական խաղի կանոններն է թելադրում իրավապահներին։ Դե սեփական խաղի կանոններ ինքը չի կարող թելադրել, որովհետեւ չէ դե հələ սպասեք հələ սեփական խաղի այդպես հեշտ չի ամեն ինչ։ Ուղղակի գիտեք ինչ, դուք ասում եք իսպանական ամոթ, ես ամաչում եմ ընդհանրապես, որ նման մարդիկ, նման բարձրաստիճան հոգեվորականներ մենք ունենք։ Ես իրանցից եմ ամաչում։ Ես ահագին երկար ժամանակ ընկերները քաղաքական գործընկերները կփաստեն էլի, երբ վատ էին արտահայտվում կաթողիկոսի մասին կամ հոգևորականության մասին բարձրաստիճան, ես միշտ փորձում էի ինչ-որ, չգիտեմ, արդարացում գտնել, ասել չէ, բայց լավն էլ եկեք տեսնենք, չէ, բոլոր երկրներում էլ կան խնդիրներ, ինչի ենք մենք այդպես վատը մտածում, բայց ախր էլ տեղ չմնաց։ Տեղ չմնաց, ոնց որ իրանք իրենց գործողություններով անընդհատ ապացուցեն, որ պետության դեմ են իրանք գործում։ Եվ ես հիմա արդեն համոզված եմ, սա Հայաստանի Հանրապետության, սա ասում եմ առանց բանի, էլի առանց ինչ-որ պոպուլիստական այդ լոզունգների կամ բանի, սա Հայաստանի Հանրապետության սուվերենության դեմ ուղղված գործողությունն է, սա նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունը հաջորդ իշխանություն էլ չունենա։ Սա լոգիկան է դա։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնեն, այլ որ հաջորդ իշխանությունը արդեն չորոշվի Հայաստանում։ Իրանց նպատակն է, որ հաջորդ վարչապետի անունը Հայաստանում այլևս չորոշվի եւ մյուսների։ Պարոն Եղոյան, այն ինչ որ հիմա կկարդամ էլի արհեստական բանականությունը չի գրել, հիմա ենթադրում եմ վերջում գլխի կընկնեկում գրառում եմ հիմա մեջ բերելու քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ ստորև ներկայացնում եմ քննարկման արդյունքները։ Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանն եւ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել arczepiskopos Աճապահյանի թեկնածությունը նրա համաձայնության դեպքում։ Ես անկեղծ մի բան էլի ասեմ, էլի մենք մերոնցով խոսում ենք, էլի
հա, Էդմոն Մանուկյանն էր, չէ՞, այդ տեքստի հեղինակը։ Ուրեմն երբ ես ունենում եմ կասկածներ ընդհանրապես քաղաքական կյանքում, հա, որևէ հարցի վերաբերյալ, երբ իմ մտքում այսպես 50-50 է, հա, որևէ հարցի վերաբերյալ մոտեցումը դրական թե բացասական, երբ ես տատանվում եմ, ես միանգամից բացում եմ պարոն Մանուկյանի էջը, տեսնեմ ինքը ինչ վերաբերմունք ունի այդ հարցի նկատմամբ։ Ինչ վերաբերմունք որ ինքը ունի, ես դրա հակառակը ընդունում եմ որպես ճիշտ վերաբերմունք այդ հարցին։ Անկեղծ չէ, առանց նեղանալու, էլի։ Էդմոն Մանուկյան ջան, առանց նեղանալու, չէ, այդպես եմ ես անում։ Եթե մի հարցում ինքը տեսնում եմ ունի մի որոշակի դիրքորոշում, ես իմ մտքում համոզվում եմ, որ դրա հակառակն է ճիշտ, ու ես թեքվում եմ դեպի դրա հակառակ կարծիքը։ Չի կարելի ամեն ինչին լինել դեմ, հասկանում եք։ Չի կարելի այդ հայփով քաղաքականությունը հայփ չի, սա TikTok-յան բան չի, էլի, որ դու ամեն ինչ լինում է, միտեղ բան, չգիտեմ, մի ցույց, միտեղ մի երթ, միտեղ մի երկրի ղեկավար մի հայտարարություն արեց, միտեղ պարադի գնաց, չգնաց վարչապետը, գնաց, բախի հետևից զորքը չգնաց, բա որ զորքը չէր գնալու, բա ինքը խի չգնաց, իմպիչմենտ են անում, մտնում է այդ թեմայի մեջ, չեն անում, էլի մտնում է այդ թեմայի մեջ, հիմա ինքը թեկնածու է թեմայի մեջ, հա, ինքը թեկնածու չի, եկեք Աչապահյանին դնենք, չի կարելի այդ աստիճանի դեստրուկտիվ լինել, էլի, այսինքն ինքը ինչ է կարծում, օրինակ պարզ հարց, ինքը ինչ է կարծում, իր թեկնածությունն է ավելի կառուցողական մեր ներքաղաքական դասավորվածության մեջ, թե Միքայել Աչապահյանի։ Օրինակ այդ երկուսից որը կունենա ավելի շատ մտնենք էլի Չնայած Էդմոն Մանուկյանը կլասիկ քաղաքական գործիչ է, ենթադրում եմ, որ կլասիկ քաղաքականության մեջ արքեպիսկոպոսները պետք է դառնան վարչապետի թեկնածու, որ Կիպրոսում այդպես բան մի անգամ եղել, տեսանք ինչով վերջացավ։ Շատ վատ ավարտ ունեցավ դա Կիպրոսում, եթե հիշում եք։ Տեսեք, հոգևորականները, եկեղեցականները առավել եւս բարձրաստիճան իրենց ծառայության բերումով ունեն որոշակի մտածելակերպ, որը այսպես պատրիարխալ, հիերարխիկ, պահպանողական, դա բնական է, իրանք չունեն մտքի այն ճկունությունը, որ կարող է իրան թույլ տա քաղաքական գործիչը, քաղաքացին, հա, որովհետև իրենք ապրում են դոգմաներով, իրենք հավերժական կանոնների աշխարհում են ապրում, ոչ թե ժամանակավոր փոփոխելի կանոնների աշխարհում։ Երբ որ իրանք այդ մտածելակերպով, այդ սոֆթով, հա, իրանք, այդ հավերժականի սոֆթը, որ իրանք մտքում կա, եթե իհարկե հավատում են, էլի դրան, ես արդեն խիստ կասկածել ունեմ, որ հավատում են, բայց ամեն դեպս սոֆթը է դա։ Եթե այդ սոֆթով իրանք գալիս փորձում են մտնել այս ճկուն միջավայր, որտեղ պիտի դու կարողանաս ինչ որտեղ հարմարվես իրավիճակին, ինչ որտեղ զիջես, ինչ որտեղ հարցակվես, առաջ գնաս, գրոհես, հա, այսինքն սա փոփոխվող իրավիճակ է։ Այդտեղ իրանք բերում են այդ ձևի ցնդաբանություններ, ոնց որ օրինակ այն մյուս քահանայի այդ թլպատման վերաբերյալ այդ բանները։ Ամոթ, իսկ նրանից իսպանական ամոթ չապրեցիք, որ նա ասեց։ Իսկ վարչապետի պատասխանից բոլորը ամաչեցին։ Ես համենից անկեղծ, այնից դուր չեկավ համեն։ Դե հարցը բարձրացել է, թող չէ, մենք մտնելու ենք այդ թեմայի մեջ։ Բարձրացնում են հարցը։ Ընդ որում ինքը դրանով խրախուսում է խավարամտությունը, այսինքն ինքը թլպատումը համարում է զուտ կրոնական բան, զուտ կրոնական գործողություն, հա, այն բանի նման, այն կարոտ ֆիլմի հայտնի տեսարանի նման, որտեղ թուրքերը այդ մի չափանիշով են ստուգում, մարդը հայ է, թե հայ չի։ Ասենք այսօրվա դարում, այսօրվա թող վերցնեն միջազգային բժշկական զեկույցները կարդան, որ դա խորհուրդ են տալիս, տարբեր ասոցիացիաներ, որպես առողջարար եւ այլ, ես չեմ ուզում հիմա մտնեմ այդ բանի մեջ, թե բայց ինքը մտել է ու ստիպված ենք այս մասին խոսել, դա ինչ հետամնացություն է, դա ինչ խավարամտություն է, ասենք հələ մի հատ տեսնենք բանը հայ ու թուրք լինելը կամ որևէ ազգի պատկանելը, բացենք դա բան է, հրեաների հանդեպ էին տենց անում, կներեք բաները, նացիստները, խայտարակություն, ասենք։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, սակայն մինչև հրաժեշտ տալը թույլ տվեք երկու բառով
նաև որոշակի բարձաբանումներ մտցնեմ կապված այսօրվա հետ եւ ոչ միայն այսօրվա հետ։ Ցավոք սրտի այսօր այս մեր միակ հարցազրույցը պետք է չլիներ, պարոն Եղոյանից հետո այստեղ պետք է հյուրընկալվեր նաև ազգային ժողովի Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը, սակայն պարոն Խաչատրյանը արդեն 3-4 օր անընդհատ պարբերաբար հետաձգում է հարցազրույցներ, այսօր եւս չեղարկվեց եւ մեզ ըստ էության զրկեց հանրային ռադիոյի առաջնային գործառույթներից մեկի իրականացումից համապարփակ եւ համակողմանի լուսաբանման իրավունքի իրացումից իր գործն է, իր խնդիրն է։ Ես շնորհակալություն եմ հայտնում այսօր ռադիոլսողներին։ Իր ժամանակի տեղը մենք չենք կարող էլի շարունակել խոսակցությունը։ Ես չեմ կարող իր ժամանակը օգտագործել։ Հաշվեք նախընտրական։ Այսին ժողովրդավարությունը, հաշվեք նախընտրական շրջանը ոչ։ Կհանդիպենք արդեն երկու շաբթի օրը նույն ժամին, նույն վայրում հաջողություն եւ համբերություն բոլորիս։